Նինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ 2025 թվականից Նինոցմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված եւ բնակվող սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձինք, որոնց վարկանշային միավորը չի գերազանցում 200,000-ը, կֆինանսավորվեն տարվա ընթացքում դեղորայքի համար ծախսված գումարի 40%-ով, ոչ ավել 500 լարիից։ Այս մասին մանրամասն տեղեկություն ստացանք Նինոցմինդայի մունիցիպալիտետի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ Ջեմալ Խմալաձեից։ Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց, որոնք ունեն ռեյտինգային միավոր 200,000-ից ցած, տարվա ընթացքում գնաց դեղորայքների արժողության ֆինանսավորումը որոշված է 40%-ով, բայց ոչ ավել 500 լարուց։ Իսկ օգնություն ստանալու համար պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթը, այսինքն պասպորտ, ֆորմա 100-ը, բուժ հիմնարկությունից տևած, հիվանդանոցից տևած, բժշկի տնիկով հաստատած ռեցեպտը էլեկտրոնային ձևով լրացրած ռեցեպտը, որը ներկայացնում են ապտեկները, կես մասը դեղերը գնելու ժամանակ կտրում են ու թողնում են ապտեկը, իսկ մյուս մասը մնում է պացիենտի մոտ։ Այդ ռեցեպտը պիտի ներկայացնեն, մեկ էլ իրենց հաշվեհամարն ու ձեռք բերված դեղերի չեք ու սոցիալապես անապահով ընտանիքների բազայից քաղված բալերի մասին։